Բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե քո աչքն ինչ է անում, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։ Հիսուսը զգուշացնում է մեզ ծառայության մեջ մարդկանցից գովասանք փնտրելու վտանգի մասին։ Ճշմարիտ ծառայությունը փառավորում է Աստծուն և միմիայն Աստծուն։ Որքան հնարավոր է թաքցրեք ձեր անունը և թող միայն Տերը տեսնվի։ Եթե մենք ծառայում ենք մարդկանց գովասանքի համար, արդեն իսկ ստացել ենք մեր վարձքը, բայց եթե ծառայում ենք Քրիստոսի համար, մեր վարձքը հավիտենական է։ Այս հատվածը մարտահրավեր է ստուգելու մեր մտադրությունները։ Արդյոք մենք ողորմություն ենք անում մյուսներին տպավորելու համար, թե սիրուց և կարեկցանքից ենք դրդված։ Իսկական առատաձեռնությունը ծածուկ է լինում։ Երբ այն ծածուկ է, այն պատվում է Աստծուն։ Ծածուկ ծառայությունը խոնարհություն է զարգացնում, հիշեցնելով մեզ, որ մեր իրական ունկնդիրը միայն Աստված է։ Աստված տեսնում է և գնահատում է անտեսանելին ու ծածուկը։ Երբ մենք փնտրում ենք Աստծո հավանությունը, այլ ոչ թե մարդկանցը, մենք աճում ենք ճշմարիտ հավատքի մեջ։ Մենք ծառայում ենք, որպեսզի մարդիկ տեսնեն, թե մեր Հայրը հրճվի։ Թող մեր սրտերը հաստատվեն հավիտենականության վրա, և մեր ծառայությունը լինի միմիայն նրա համար։ Հայր, մաքրիր իմ մղումները, օգնիր ինձ ծառայել այնպիսի սրտով, որը փնտրում է միայն քո փառքը, վստահելով, որ դու տեսնում ես ու վարձահատույց ես լինում ծածուկ գործողին։ Ամեն։